Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը հունվարի 14-ին տված ասուլիսի ընթացքում։ Առաջին եւ ամենակարևոր պահանջն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չեղարկվի եւ շահը վերադառնա։ Իրանի դեսպանատան դիմաց տեղի ունեցած այս ցույցերին ի պատասխան է դեսպան Շիր Ղոլամին հայտարարություն արել, նշելով, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվել Իրանի դեսպանատան դիմաց հնչեցնելու անհարգալից արտահայտություններ։ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Քաղաքագետը կարծում է, դեսպանի այս հայտարարության տակ ավելի խորքային պատճառներ են թաքնված, մասնավորապես Վաշինգտոնից իրենց հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջերմ հարաբերություններն ու գործակցությունը։ Սա նաև որոշակի իրադարձությունների արդյունքում նստված կտված հայտարարություն էր, որը վերաբերվում էր օրինակ թրիփին, որը թեպետ օրինակ նախկին դեսպանը պարոն Սոբհանին հայտարարում էր, որ իրենց շահերին դեմ չէ, Իրանը գտնում է, որ Հայաստանը չի անի Իրանի նկատմամբ թշնամական քայլեր եւ այլն, բայց ակնհայտ էր, որ իրանական կողմում կար մտահոգություններ եւ այդ մտահոգությունները չէին փարատվել նույնիսկ Հայաստանի տարբեր պաշտոնյաների կողմից վաստիացումներից հետո։ Սա ամենակոշտ հայտարարություններից մեկն է, որ Իրանը հնչեցրել է Հայաստանի հասցեին, պնդում է դիվանագետը։ Մելիքյանն այս հայտարարության տակ խորը ուսումնասիրություն եւ վտանգավոր միտում է տեսնում։ Դեսպաններն էլ տենց չեն, էլի, որ օդից հայտարարություններ անեն, մինչև 150%-անոց չուսումնասիրեն ընդհանուր իրավիճակը։ Իրանն էլ այն երկիրն է եւ նրա ներկայացուցիչներն էլ այնպիսին են, որ այսպես օդ չեն կրակում խոսքերով, այլ բավականին լուրջ ուսումնասիրությունների արդյունքում գալիս են եզրահանգման։ Իրանի դեսպանի կողմից հնչած այս հայտարարությանը նախորդել էին ավելի բարձր մակարդակում հնչած հայտարարություններ, մասնավորապես այն, որ թրիփի շինարարության պատրվակի տակ Իրանի սահմանին կարող են նաև այլ ուժեր տեղակայվել, հիշեցնում է քաղաքագետը։ Կարծում է վերջին ցույցերը պատրվակ էին, որպեսզի իրանական կողմը եւս մեկ անգամ հնչեցնի իր մտահոգությունը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ համաձայն չի, որպեսզի իր սահմաններին մոտենան ամերիկյան ուժերը։ Իրանը բոլոր դեպքերում թրիփը համարում է ամերիկյան պրոյեկտ, որը հակասում է իր ռազմավարական շահերին։ Միևնույն ժամանակ հավաստիացումները, որ Իրանի հետ սահմանը չի փակվի եւ այլն, Իրանում այս հայտարարությունների նկատմամբ եւս կարծում եմ վերապահումներ ունեն, որոնք այս կամ այն կերպ արտահայտվում է իրենց տարբեր պաշտոնյաների, հատկապես պահպանողական շերտերի կողմից, ինչը եւս բնականաբար ազդակ է մեզ համար։ Ներքին գործերի նախարարությունը հունվարի 14-ին Խալիլ Շիր Ղոլամիի հայտարարությանն արձագանքեց, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Ներքին գործերի նախարարության կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Իրանի դեսպանի հայտարարությունը Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ցույց տվեց, որ խոսքը միայն մեկ միջադեպի մասին չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան դիմակայության եւ տարածաշրջանում ձևավորված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում անգամ ներքին հանրային գործընթացները կարող են ընկալվել որպես արտաքին ազդակ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։